Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Ես այսօր զրուցել եմ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ։ Բավական երկար ժամանակ դադար տվեցինք մեր զրույցների շարքի եւ այսօր զրույցի թեման առաջին իհարկե շատերի համար գուցե անսովոր թվա, մարդիկ սովորաբար համարում են, որ մեզանից մի փոքր հեռու գտնվող իրադարձություններ, հեռու տեղ ունեցող իրադարձությունները մեզ չեն առնչվում, բայց այնուամենայնիվ մինչև մեր առնչությանը ասեմ ինչու են որոշել այս թեմայից խոսել, ուրեմն երբ Միացյալ Նահանգներում վերընտրվեց Դոնալդ Թրամփը, ով արդեն հրապարակային իր խոսքով, նաև հետընտրական ելույթներով նախանշեց այն ուղղությունը, որով ինքը տանելու է Միացյալ Նահանգները եւ հավաքական արևմուտքը, ես եւ Ազատ Ադամյան մի զրույց ունեցանք, ոչ իհարկե եթերում, որտեղ Ազատը վստահություն հայտնեց, որ Հռոմի Պապը կամ ծանր հիվանդության պատճառով թողնելու է իր կարգավիճակը կամ մահանալու է հիվանդության էլի այդ պատճառով ճակերտներով եւ ինչքան էլ որ անսպասելի է Հռոմի Պապը մահացավ ծանր հիվանդությունից հենց քրիստոնեական տոնի նախորդ հաջորդ օրը մեռելոցի օրը, չէ՞։ Բարև ձեզ։ Ես ինչու եմ ասում, եւ ինձ բացատրությունը հետաքրիր էր, կուզեմ եթերում էլ Ազատ այդ բացատրությունը ներկայացնեք, քո բացատրությունը հետեւյալն էր, որ Թրամփը գալիս է նացիոնալիստական կամ պահպանողական, թե ավելի շատ նացիոնալիստական նեոնացիոնալիստական կարգախոսերով, դա նաև Մասկի խոսքից է երևում, Իլոն Մասկի եւ Թրամփի ելույթներից, որ իրենց գործողություններից է երևում եւ քո վերլուծությամբ Հռոմի Պապը հավաքական արևմուտքում լիբերալիզմի, ընդ որում նեոլիբերալիզմի ծայրահեղ դրսևորման սիմվոլներից մեկն էր եւ Թրամփի վերընտրության պարագայում չի կարող սիմվոլ Հռոմի Պապը պահպանվել։ Իսկ ինչու ենք մենք Հռոմի Պապին համարում նեոլիբերալիզմի ծայրահեղ դրսևորման սիմվոլ։ Ես ուղղակի մի 4 լուր ընթերցեմ 2023 թվականի կարծեմ հունվարից մինչև մարտ ամիսները իր գործունեությունից, ուրեմն Հռոմի Պապը հայտնել է, որ Աստված սիրում է LGBT համայնքի ներկայացուցիչներին։ Հռոմի Պապը դատապարտել է LGBT քրեականացումը։ Վատիկանը թույլատրել է օրհնել նույնասեռ զույգերին։ Հռոմի Պապը հանդիպել է LGBT երեխաների ծնողներին։ Սա մի պարագայում ինքը այսպես ակնառու քարոզություններ իրականացնում LGBT-ի, դա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մասին է խոսքը գնում, մի պարագայում, երբ որ Սուրբ գրքում այդ մարդիկ վստահ գոնե այս վերաբերմունքին չեն արժանանում, այսինքն օրհնության չեն արժանում։ Հիմա խնդրեմ, այդ վերլուծությունը մեկ անգամ արդեն եթերում, կամ որ արդեն կատարվել է, կարող ենք հանգիստ խոսել դրա մասին։ Ուրեմն մենք եթերներից մեկի ժամանակ այսպիսի մի բան էինք խոսել, կոպիտ ասած 3 առանցքային կենտրոնների, արևմտյան 3 առանցքային կենտրոնների մասին ենք խոսքը, ֆինանսական, ռազմաքաղաքական եւ տեղեկատվական հոգեվոր մշակութային կենտրոնների մասին։ Այդ հոգեվոր մշակութային կենտրոնները արևմուտքի դա եղել է եւ կա Վատիկանն է։ Ռազմական կենտրոնը Վաշինգտոնը եւ ֆինանսատնտեսական կենտրոնը դա Լոնդոնն է։ Ուրեմն նաև խոսել ենք մշակութային հեղափոխությունից։ Ուրեմն ձախականության սիմվոլը, то есть ծայրահեղ լիբերալիզմի սիմվոլը եղել է Վատիկանի դեմս Հռոմի Պապի։ Ուրեմն 2000 շատ մասնակիցներ այս նոր կռվի արևմուտքը ընդդեմ մնացյալի նոր կռվի
մեկնարկ են համարում 2014 թվականի Ռուսաստանի կողմից Ղրիմի ազատագրումից հետո սկսված պայքարը։ Տեսեք, բայց մեկնարկային խոսք է համարվում 2015 թվականի ՄԱԿ-ի ամբիոնից Ռոմի Պապի հնչեցված խոսքը։ Այդ օրակարգ 2030-ի մասին է խոսքը, որը մեզանում հայտնի է կայուն զարգացման նպատակներ։ Այսպես գիտենք, դրանից առաջ գիշեք 1000-ամյա ծրագիր կար, դրանից հետո եկավ փոխարինելու այդ կայուն զարգացման նպատակներ ծրագիրը, բայց սրա հենց իրական անունը օրակարգ 2030 թվականն է, 2030-ն է, որով ըստ իրենց 2030 թվականին աշխարհը կամ լիարժեք լինելու է միաբևեռ, այսինքն հավաքական արևմուտքը հաղթելու է, կամ աշխարհը լինելու է բազմաբևեռ։ Ռոմի Պապը միայն այդ խոսքը չի ասել, ինքը 21 թվականին ասում էր, ով պատվաստում ստացած չի, ինքը իրան աստված չի օրնել իրեն։ Մենք վերջերս էլ տեսանք, որ այդ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնական հայտարարություն տվեց, որ հենց պատվաստումները արդարացված չէին։ Այսինքն այդ տեղեկատվական դաշտում նույնիսկ պատվաստումների թեման վստահված է եղել Ռոմի Պապին։ Թրամփը եկավ, իրենց նպատակն ինչ է։ Թրամփի ամբողջ քարոզարշավը կառուցված էր մի խտացված տողի վրա։ Հետ եմ գալի եւ վերադարձնեմ ԱՄՆ երբեմնի փառքը, այսինքն վերականգնեմ միաբևեռ աշխարհը։ Իր ամբողջ ընտրաշավը, քարոզարշավը կառուցված էր այս մի տողի վրա։ Հիմա իրենց նպատակը, հավաքական արևմուտքի նպատակը հենց դա է։ Վերականգնել միաբևեռ աշխարհը։ 2030 թվականին պետք է կամ լինի միաբևեռ աշխարհ, կամ բազմաբևեռ աշխարհ։ Վերադարձ կրկին մեծ Ամերիկային, այսպես Հա, վերադարձ մեծ Ամերիկային, մեծ Ամերիկան կրկին գեին։ Հետո, ուրեմն, բայց այս աշխարհը գրավելու իրենց ցախականությամբ, գունավոր հեղափոխություններով, այս այլանդակությունները քարոզելով եւ նմանատիպ բարքեր քարոզելով չստացվեց այդ միաբևեռ աշխարհը կառուցելու։ Իսկ ծայրահեղ ցախականության, այսինքն աստվածամերժության ամենասուր գործիքը դա նեոնացիզմն է։ Կամ ազգային նեոնացիզմը։ Հիմա իրանք պահպանողականություն ասելը այլ է։ Պահպանողականության հիմնական միտքը կառուցված է սրա վրա, հավատն առ Աստված, հավատն առ Աստծո խոսքը։ Սրանով է պահպանողականության գաղափարական ձևակերպումը հենց սա է, հավատն առ Աստված, ծառայումն ազգին եւ հայրենիքին։ Իսկ նեոնացիզմը հիմքում դնում է ազգի կամ հայրենիքի նյութական ինչ-որ մի գաղափար, հոգեվոր որևէ բան չկա։ Հիմա իրենց ասել, որ ազգի առավելությունը մյուսների նկատմամբ, այո։ Դե հիմնական դա եւ ոչ թե սիրո վրա է այստեղ ամենակարևորը, ոչ թե իրենց շատ սիրելն է ազգայնականության հիմքը, ազգայնամոլության ավելի շուտ, այլ ուրիշին ատելը։ Ատելության վրա է, ոչ թե սիրո վրա իրենց շատ սիրելով են գործողության գնում, այլ ուրիշին ատելով։ Հիմքում ատելությունն է, դրա համար մարդիկ կուրացած են այդ ամեն ինչն անում։ Հիմա այս փուլում երբ չստացվեց այդ ամեն ինչը, այդ խորքային պետությունը ծնեց Թրամփին, որը եկավ այդ ծայրահեղ ցախականության ամենասուր գործիքով, նեոնացիզմով, որը փորձելու է երկրագնդի բոլոր մասերը այդ նեոնացիզմով այրել, որպեսզի իրանք հասնեն 2030 թվականին։ Դրանց այդ խոսակցությունը մասկետ է, հիշում եք, նեոնացիստական նշաններով, սիմվոլները մի կարևոր բան էլ այս համատեքստում մի լրացում էլ անեմ, նաև սրա հետ են կապում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը 2015 թվականի Բաբելոնյան աշտարակաշինարները ձևակերպել էր մերօրյա Բաբելոնյան աշտարակի շինարարներից ցախավելը հեծնած, դե ցախավելը այնտեղ սիմվոլիկա է, հենց այդ ցախավելն էլ է սիմվոլիկա, դավալուն էլ է հենց սիմվոլիկա, դավալուն նշանակում է բարձր լեռ, սար։ Պուտինի հրաժարականը դե այդ ամենի դեմ առաջին դիմացողը ասեցինք, չէ, 14 թվականի Ղրիմի ազատագրումով էր սկսել, առաջին դիմացողը
բազմաբևեռ աշխարհի առաջի ճարտարապետը դա Պուտինն է եղել։ Դրա համար Պուտինի հրաժարականը կրծքների տակ եւ այդ հաղթանակը, այստեղ ամենի կարևոր մի բան էլ ասես, չէ՞, Բերլինի գրավումից Ավելի կարևոր հաղթանակ է լինելու Բերլինի Ես գրավումը։ ճիշտ ասած այդ ելույթը այդ ժամանակ ծիծաղելի էր թվում, բայց հետո բարձրացավ որ չէ այդքան էլ։ Չէ, ինքը այդ ելույթից կարծում եմ այնտեղ մի բան է խախտվել, այդ ըստ իր ելույթի այդ ամեն ինչը պետք է Հայաստանում 16 թվականին լիներ։ Շատ լավ հիշեցրիր, այսինքն համաձայն եմ, եթե լսում ես իր ելույթը, Ինքը շատ կարճ ժամանակ տեսքը պիտի ՊՊՑ գնդում ստացվեր։ Հա, շատ նման էր։ 18-ին արդեն Սասնա Ժիրայր Սեֆիլյան դուրս էր այդ process-ից գոնե հրապարակային, որտեղ բանտում էր։ Այո։ ՊՊՑ գնդում պիտի ավարտվեր։ ՊՊՑ գնդում էլի կարծում եմ էլի ռուսական ստվերն է եղել դրա համար հենց 16 թվականին ՊՊՑ-ում եւ կա այնտեղ նաեւ մարդկային գործոնը հիմնական կազմակերպչի մասով կհիշեք ներսից արտահայտություն Այսինքն Պավլիկ Մանուկյանը, այո, վիճեցես, Պավլիկ այս շատ կարևոր է, էլի նայեք, մարդկային գործոնը մեծ process-ների վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ։ Եվ նաև օղու գործոնը շատ մեծ դեր է խաղում։ Դե նայ։ Մարդը մի քիչ շարաշահատում կարող լավ գործեր էլ անի։ Ես հիշեցնեմ, որ այդ հայտարարությունից հետո եւ սրան չեն անդրադառնում երկար, ուղղակի պանցիկ հիշեցնեմ, որ Պավլիկ Մանուկյանը այդ հայտարարությունից հետո երբ նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին գցել աղբամանը եւ ըստ էության ըստ նաեւ Տեր-Պետրոսյանի հնչեցրած պլանի Նիկոլ Փաշինյանը գլխավոր դերակատարներ, այսինքն այն ինչ որ տեղի ունեցավ 18-ին պիտի լիներ 16-ին, Պավլիկ Մանուկյանը այդ մի հրապարակային խոսքով Փաշինյանը հեղինակազրկվեց, այսինքն առաջնորդության հայտ չէր կարող այդ բանը ներկայացնել, դրանից հետո կոնկրետ ոդկից վիրավորվեց եւ Պավլիկ Մանուկյանը եւ իր որդին, այսինքն ուրիշ ոչ մեկ չվիրավորվեց այդտեղ այդ դիրքը, բայց լավ, դրան մի օր երևի կանրադառնանք։ Հիմա գիտես ինձ ինչն է հետաքրքիր, քանի որ Հռոմի Պապի հետ տեղ ունեցածը մենք տեսանք, այսինքն Հռոմի Պապի մահը եկավ հաստատելու այն թեզը, որ դու ունեիր, որ այդ մշակութային սիմվոլը փոխվում է։ Ձախականության մշակութային սիմվոլը փոխվում է ավելի, այսինքն ազգայնական, տեսեք կաթոլիկ եկեղեցին այդ ձեր մտքերը որ հնչել է Հռոմի Պապի կողմից, սա հավաստումն է այն բանի, փաստումն է այն բանի, որ կաթոլիկ եկեղեցին քրիստոնեության հետ աղերս չունի։ Որևէ կապ չունի։ Հա, նաև ես ձեզ ուղարկել էի Հռոմի Պապի կոչումը։ Գիշեք ինչ երկար կոչումներ ուներ, ինքը Աստծո տեղապահն է երկրի վրա։ Եվ նաև Հռոմի Պապի մահվան մասով ամենայդ գիշեք օրել էի ասել։ Կարևոր օր, ես մտածում եմ ուղղակի արագ կարող է լինել Սուրբ Ծննդյան օրն էի ասում, հնարավոր է Սուրբ Ծննդին, իրանց ցինիզմն ավելի բարձր է։ Տեսեք, այդտեղ կաթոլիկության բանն է, էլի, որ իրանք երկրային կյանքին են հավատում։ Այո։ Հիմա ես ինչ էի ուզում գալ, տեսեք, նաև այդ աշխարհի ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանը Հայաստանում։ Այո։ Հիմա արդյոք Հռոմի Պապի մահը կարող է ուղերձ լինել նաև Նիկոլ, չեմ ասում հատուկ Նիկոլի համար, դա, բայց առնվազն Նիկոլ Փաշինյանն էլ պիտի հասկանա, որ իր ժամանակը եւս անցել է։ Այո, իր տերերը կփորձեն, մենք դրա մասին կխոսենք, Հայաստանում իրավիճակը իրենց վերահսկողության տակ, բայց ոչ թե Նիկոլով, այլ որևէ ազգայնական դրոշի տակ հանդես եկող որևէ կրեսկեն։ Սա ուղերձ է Նիկոլին, որ քո ժամանակն էլ կարծեք թե Իհարկե, ուղերձ է, նաև Նիկոլին ուղերձ է վերջին Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները։ Տեսեք Գյումրիում ինչ տեղի ունեցավ։ Ամբողջ արևմտյան ռոպագանդայի նպատակը եղել է այն, որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծել եւ պրոթուրքական ծեր դեպի Թուրքիա տրամադրություններ ստեղծել։ Բայց Գյումրի ընտրություններին մասնակցում է մարդ, ով հրապարակային առանց որևէ կաշկանդվածության լրիվ պրոռուսական գիծատանում, անգամ միութենական պետությունից է նույնիսկ խոսում, նույնիսկ միութենական պետությունից է խոսում առանց կաշկանդվելու, հստակ ասում է թուրքը մեր թշնամին է, այսինքն աշխարհաքաղաքական առումով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ 180 աշճան հակառակ կարծիք, իսկ Հայաստանի իշխանությունների կարծիքը եւ ուժը եւ իրենց սիրած բառը լեգիտիմություն կոչված բառը հիմնված է նրանց վրա, որ իրենք կատարում են ժողովրդի կամքը։
Ուրեմն գործող իշխանություններին գաղափարական առումով 180 աստիճան լրիվ հակառակ թեզերով գալիս է մարդ եւ հավաքում է ճնշող ձայներ, բայց իշխանության գիծը տանող ինչ-որ մի խմբակ Եվրոդաշինք կոչվածով, որը իշխանության գիծն է տանում ավելի ծայրահեղականացված, այսինքն ավելի թուրքամետ հայացքներով։ Մենք օրինակ նախընտրական շրջանում իրենց անվանում են եվրոթուրքեր։ Այլ չէ, դե իրենք լրիվ թուրքական, լրիվ շուկան հնարավորությունը ապրանք կծախենք, իրենք լրիվ ծայրահեղ, արևմտականացված կամ այդ թուրքական թեզեր են տանում ծայրահեղ։ Իշխանության ավելի ծայրահեղ թեզերն են տանում, ծայրահեղացված։ Այս մարդիկ շեմը չեն հաղթարում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ արևմուտքը ամեն ինչ անելու է, որ 2026 թվականի հերթական կամ մինչեդ արտահերթ ընտրությունների չհասնի։ Հիմա թող ես հարցը ձևակերպեմ հարցի մի, որովհետև ես դրան պիտի գայի, ես ավելի շուտ ուզում եի խոսենք նաև Նիկոլին ուղված ուղերձը, որ Հռոմ Պապի մահանալը հիվանդության պատճառով, դա Նիկոլ Փաշինյանն աշկով են ասում, Նիկոլ ջան, ոնց որ դու էլ մեզ պետք չես, մտածի, Գյումրու թվերն էլ ասում են, որ մտածելու տեղ ունի։ Եվ մենք խոսում էինք դրա մասին, եւ այսպեսի հետաքրիր միտք ասեցի, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր տերը լավ են հասկանում, որ 2026-ին ընտրական process-ով իրենք պարտվելու են, դրա համար իրենց պետք է ընտրություններից առաջ որևէ process-ով բերել իրենց ծրագրերի մեջ գտնվող այլ մարդ։ Այսինքն Փաշինյանին փոխել մինչև 2026 թվականը, որպեսզի Փաշինյանը փոխվի իրենց մարդով։ Սրանով է նաև պայմանավորված ձեր կարծիքով այն, որ այսօր դաշտում ոմանք խոսում են 2026-ի ընտրությունների դեմ, ասում են ժամանակ չունենք ընտրությունների սպասելու, այնինչ մտահոգությունը հենց դա է, կարծեք թե իրենց բերանով հնչեցվում է արևմուտքի մտահոգությունը, որ գիտեք 26-ին մեր գործերը լավ չեն լինելու, եկեք մինչև 26-ը հարցերը լուծենք։ Տեսեք, ով դրա մասին խոսում է, ում նկատել եմ, որ դրա մասին խոսել, այդպիսի խորքային գիտելիքներ չունի։ Ասում արևմուտքը իրենց բերանով։ Հա, իրենց բերանով հնարավոր է այդ ասել։ Դա ասի։ Այո, շանսերը մեծ են տեղափոխության Հայաստանում, ներքաղաքական դաշտում, քան իշխանափոխության։ Սա արդեն գնալով ավելի բացահայտ է դառնում։ Տեսեք, եւ այդ ամենին Նիկոլի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ ծայրահեղական պրոթուրքական արտահայտությունները նպաստում են, բայց սրա մասին այո, որ տեղափոխությունը կայանա, այսինքն իրենք հիմքում տալիս են հիմնական խնդիրը ցանկացած հասարակության մեջ, մեծամասնության շարժման մոտիվացիան դա զուտ նյութական է, բայց մարդը չի կարող ասել, ասենք իմ ՀԴՄ-ի կամ ՊԵԿ-ի տուգանքների խաթր ես դուրս եմ եկել եւ ասում եմ Նիկոլ դու դավաճան ես։ Հիմքում սա է լինելու պատճառը, նյութական է լինելու պատճառը։ Առևտրականներից մեկը շատ անկեղծ եղել էր, ասել այ սա հասկացանք, բայց այդտեղ արդեն մեր հացին է սկպտում։ Նիկոլ, ես քեզ չենք ներելու։ Բայց դա միամիտ մարդեր པարզ ուղի խոսք է ասել, երևի մինչև այդ պահը Նիկոլին աջակցելուց է եղել։ Ուղիղ աջակցելուց։ Հա, ուղիղ աջակցելուց է եղել։ Արդեն եկար մտար մեր տուն մեր հացին, հիմքում լինելու է սոցիալ-տնտեսական պատճառը, բայց իրենք գաղափարական երանգը կտան, կհիշեցնեն մարդկանց, որ Նիկոլը ուրանում է ցեղասպանությունը եւ Նիկոլը այս ամենին նպաստում ուրանում է իհարկե ուրանում է, դե երեկվա իր դուք տեսել եք ցեղասպանության մասով իր գրառումը։ Ես ոչ միայն տեսել եմ, մենք նաև հոդվածով արձանագրել ենք, ասենք տպավորություն էր, որ թուրքերը ուղղակի ռեգիոնալ առումով են կապ ունեցել։ Աթաթուրքից սկսած թուրքերը հենց այդ քարոզն են արել ցեղասպանության ժամանակ։ Այնտեղ շատ կարող տեսեք, այնտեղ ինչ է, որտեղ է։ Այնտեղ ինքը գրում է Օսմանյան կայսրությունն է արել հայոց ցեղասպանությունը։ Չէ, ասում Օսմանյան, ասում ցեղասպանությունը տեղի ունեցել Օսմանյան կայսրության վերջին շրջանում։ Բայց ով արել, ինչ արել։ Օսմանյան կայսրության վերջին շրջանում։ Դե այդ բարբերության մեջ չէ, միայն ցեղասպանություն բառը, սա թուրքերի ամբողջ ռոպագանդան այսպես է եղել։ Նոր Աթաթուրքը կապ չուներ Օսմանյան կայսրության հետ, իրանք ընդհանրապես կապ չունեն, սա նոր թուրքեր են, սա թուրքական թեզն է։
Այն թուրքերը, որ ալավիններին մի քանի ամիս առաջ նորից ցեղասպանություն Այն թուրքերը, որոնց սատելիտ ահաբեկիչները Ջուլիանի հրապարակային տեսանյութ են հրապարակում, որ ալավի խաշած գլուխ են ուտում, ոնց ենք մենք Գյումրիում քյալա ուտում, Այդպես մարդու գլուխ են ուտում ու քրիստոնյաներ էին սպանում եւ մորթում մասնատում։ Ազատ, հիմա ինձ գիտես ինչն է հետաքրքիր։ Մենք սրա մասին խոսել ենք, հիշում ես Արցախցի այդ պապիկի ձերբակալությունը, սրա մասին առանձին քննարկում ունեցել ենք, որ տեղափոխության փորձ էր արվում։ Եվ այստեղ ես համաձայն եմ քեզ հետ, որ երբ նայում ես սովորական քաղաքացու աչքերից, տրամաբանական չի Նիկոլ Փաշինյանի իշխանության վարքագիծը, այսինքն 4 կողմը թանկացումներ, հարկերի բարձրացում, տրանսպորտի գնի բարձրացում, տրանսպորտի գինը ով որ բոյկոտում է, ուզում են մտնեն խորհրդարան 15000 դրամով 150 դրամի համար տուգանեն, այսինքն ամեն բան անում են, որ սոցիալական վիճակը մարդկանց ծանրանա, այսինքն այն զանգվածը, որը 2018-ին նպաստել է իշխանության գալու Նիկոլ Փաշինյանը, հիմա նպաստի հեռացման, որովհետև ընդ որում ընտրություններից առաջ, այսինքն եթե 26 թվականի ընտրություն է լինելու, հա, որևէ իշխանություն, որևէ երկրում նման քայլերի չի գնում, այսինքն ընտրություններից առաջ սովորաբար գնում են քաղաքացիների խնդիրների լուծման, ոչ թե բեռի ավելացման, այլ այսինքն եւս գալիս է ապացուցել է այդ թեզը, որ ավելի շատ անհրաժեշտություն կա տեղափոխության ոչ ընտրական ճանապարհով։ Տեսեք, ինչու է հավաքական արևմուտքը այդպես արագ փորձում գործողություն անել եւ չի թողնում, որպեսզի հասնի 26 թվականին։ Տեսեք, ընտրությունները եղել են Շիրակում։ Շիրակի մարզում անապահով, բայց միշտ հիշեք, մարզերը կենտրոնից ինչքան հեռանում է, այնքան իշխանություններից վախը մեծանում է։ Այո։ Այսինքն, եթե իրանք հասկանում են, որ իրանք Գյումրիում պարտվել են, Երևանում պարտվելու են այն Երևանում, որ միլիոնից ավելի բնակչություն ունի։ Սա նշանակում է սա ու պարտվելու են այլ բևեռին։ Ամենակարևորը Գյումրի ուղերձը դա է։ Իրենք գիտեն, չէ, որ ժողովուրդը վախենում է գնա ոստիկանական այդ մահակների տակ իր կարծիքը հայտնելու։ Բայց քվեատուփում գնալու է հանգիստ իր ընտրությունը կատարի։ Հիմա հնարավոր է 30,000, 40,000 համապետական ընտրությունները մինչև 150-200,000, մինչև 150-200,000 ձայն կեղծել, բայց 300-400,000 ձայն մեր օրերում ինտերնետ կա, նկարել կա, ամեն մարդու ձեռ հեռախոս կա, ամեն պահի կարող են նկարել։ Հնարավոր չի նման ընտրակեղծիքի գնալ։ Դրա համար իրենք ամեն բան անելու են, որ մինչև հերթական կամ մարտահերթ ընտրությունը Հայաստանում տեղափոխություն։ Խուսափել հնարավոր է դրանց, շատ կարճ։ Տեսեք, ոստումով որ առանձին այս թեմային անդրադառնալ։ Տեսեք, խուսափել այն ժամանակ էլի խոսեցինք սրա մասին, չէ, երբ արդեն տեսնում ես իրենց կշիռ, իրենց գործողություններն, իրենց ազդեցությունները, հիմա բաց ճակատով մեխին խփել սխալ է։ Նայած ումով են իրանք այդ տեղափոխությունը պատրաստում։ Սա շատ կարևոր է։ Կարող է այնպիսի մի մարդ կա այդ տեղափոխությունն անելու, որ լրիվ հակառակ էֆեկտ ունենա։ Մեր առաջ այդպիսի փորձ կա, հենց Պուտինի փորձը։ Պուտինին իրանք մտածում են, որ իրենց մարդն է մեծ առումով։ 100 տարի առաջ 1924 թվականին գիտեին Ստալինն իրենց մարդն է։ Նրանք որ Պուտինի մասին Պուտինն ընդդեմ արևմուտքի BBC-ն ֆիլմ ունի, երկու ֆիլմ ունի։ Արևմտյան առաջնորդները ասում են, ախպեր մենք չենք սպասում։ Դե իրանք հավատում են Բուշի կարծիքին կա։ Մեր ընկերն Կոնդոլիզա Ռայսը, որ ասում է չեմ հավատում, մեզ խափում է։ Ինչ դարավ գլխներից։ Չէ, Կոնդոլիզա Ռայսը այնտեղ Բուշի երկխոսությունը կա։ Բայց տես, ես Ռուսաստանի հնարավորությունները եւ 100 տարի առաջվա եւ հիմա մերօրյա կամ ավելի մոտ անցյալի Ռուսաստանի հնարավորությունը մեր հետ չեմ համեմատի։ Ես կարծում Հայաստանը ավելի շատ այսպես լուպայի տակ է եւ դիտարկվում է այդ արտաքին ուժերի կողմից եւ երևի թե ցանկացած քաղաքական ակտորի մասին կա այնքան տեղեկատվություն ու այնքան կոմպրոմատներ, այնքան ազդեցություն, որ ես Հայաստանում իհարկե չեմ բացառում ծրագրից շեղումը, բայց շատ աստապատիկ ավելի քիչ հավանական է։ Հայաստանում էլ է նման բան եղել 1996 թվականին Հայաստանում նման բան եղել է։ 1996 թիվը, որին հետևեց 1998 թվականը, չէ, Հայաստանում էլ է եղել այդպես բան։ Հիմա այդ տեղափոխություն, որ պետք է անեն, այդ մարդը հնարավոր է գա եւ սկսի ապացանցավորումը, հնարավոր է կիրթ մարդ լինի։ Ոչինչ պետք չի բացառել։ Հնարավոր է այդ մարդը տանի նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր,
պայմանագրի, իսկ քաղաքականության մեջ դες միանգամից հստակ ասել, որ գալու է սենց լինի, չես կարող, էլի։ Եթե հնարավոր է, ապա ինչու չփորձել կասեցնել այդ process-ը։ Դե Չանհնար է, եթե հնարավոր է, եթե հնարավոր է ձեր գնահատմամբ լինելով արևմուտքի տակ, հա, արևմուտքի ազդեցության գործակալը շեղվել արևմուտքի ծրագրից, ապա այսինքն արևմուտքի այդքան սխալ հաշվարկներ կարող է անել, ապա ինչու հիմա հնարավոր չի փորձել կասեցնել տեղափոխությունը եւ ապահովել իրական իշխանափոխություն։ Ուրեմն տեսեք, սա մի քիչ ավելի ծավալուն թեմա է, որի մասին կարծում եմ այս ինչքան խոսել ենք, այդքան էլ պետք է խոսենք, որովհետև այստեղ շատ ռիսկեր կան, շատ սպառնալիքներ կան, նաև այս տեղափոխության ժամանակ նաև կա հնարավորություններ, թե ինչի չկա Նիկոլ Փաշինյանի ժամանակ այդ հնարավորությունները, սա պետք է հետ գնանք 2021 թվական, բանակի հայտարարություն, այստեղ շատ նուրբ պահեր կա, էլի։ Շատ լավ, ուրեմն ես մի թեմա էլ էի առանձնացել, բայց կարծում եմ ժամանակային առումով ափսոս է ուղղակի վրով վազելով։ Ուղղակի տեսեք, Թուրքիայի կարևոր բան, դերակատարման այստեղ մի կարևոր բան, իշխանությունն է որոշելու լինելու է տեղափոխություն, թե չլինելու։ Հիմա եթե իշխանությունը որոշելու է, որ լինելու է տեղափոխություն, մենք դրա դեմ ոչինչ անել չենք կարող։ Կարող է հիմա մի հոգի էլ քայլելով գա, ասենք, չգիտեմ, Սյունիքից Եթե 20 հոգով 3 հատ շուն հետը, եթե իշխանությունը որոշեց տալ, մենք չենք կարող։ Սա այս համատեքստում պետք է նայենք, էլի, եթե իշխանությունը որոշել է, որ ինքը իշխանության է տալու, դու դրա դեմ ոչինչ չես կարող անել։ Շատ լավ, բայց հիմա մենք չգիտենք։ Բայց մենք հիմա լավ բան ենք անում, մենք նախապես սցենարների մասին ենք խոսում։ Այս սցենարի մասին մենք խոսել ենք։ Սցենարների մասին ենք խոսում, որ հասարակությունը չասի դե չէ, ով էր ասել, ով էր տեսել, որ հիմա մենք սցենարներ, տարբերակներ ասում ենք։ Հիմա նայ, ես կուզեի առանձին մի թեմայով կարծում եկող շաբաթ ավելի շուտ խոսենք Թուրքիայի դերակատարման մասին, որովհետև այս Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի ֆոնին, հա, ինչ որ թուրք-ամերիկյան առևտրային ինչ որ ջղաձգումներ կային, հա, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, թե Թուրքիան այդքան էլ արևմուտքի հետ կապ չունի, դեմ է գնում արևմուտքին, հա։ Ես գիտեմ ձեր գնահատականը, որ Թուրքիան իսլամական աշխարհում տրոյական ձի է։ Այսինքն արևմուտքի հետ եւ Իսրայելի հետ այս թուրքական արճակատումները ճակերտավոր այն նպատակով են, որպեսզի իսլամական աշխարհում իր տրոյական ձի կարգավիճակը մնա, որպեսզի դարպասները բացվեն այդ ձու առաջ։ Այո, իսլամական աշխարհում հիմա իսլամական աշխարհում, եթե առանցքային պետությունը չեղավ հավաքական արևմուտքի տակ, ինքը արևմուտքի համար ուղիղ սպառնալիք է լինելու։ Կա մեծ իսլամական աշխարհը, բայց չկա իսլամական աշխարհում առանցքային պետություն։ Կան առանցքային պետության ամբիցիաներ ունեցող 5 պետություն, բայց չկան այդ պետությունները։ Չկա այդ պետությունը։ Մի պետություն առանցքային պետության ամբիցիա ունեցող։ Մի պետություն դա Թուրքիան է։ Թուրքիան, Իրանը, Թուրքիա, Իրան, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Ինդոնեզիա։ Եգիպտոսը դուրս է եկել։ Եգիպտոսը դուրս է։ Շուտ վանց է դուրս Եգիպտոսը։ Եգիպտոսը հիմա մի պոտենցիալ ունի դեռ այս բանի, որ 120 միլիոն բնակչություն ունի, այլ պոտենցիալ չունի առանցքային պետություն։ Բայց Ինդոնեզիան մի փոքր աշխարհագրորեն ավելի կտրված է մերձավոր արևելքից, որը իսլամական աշխարհի սիրտն է համարվում։ Չէ, հերույ է ինքը մերձավոր արևելքից շատ հերույ է, բայց ինքը շատ հզոր պետություն է։ Իսկ կրոնը տարածություն եւ հեռավորություն չի ճանաչում։ Այսինքն նա մամուլ մի քիչ դե ասիա-խաղաղության տարածաշրջանում առանցքային պետության համար ռազմական, տնտեսական եւ մշակութային պետք է ուժ ունենաս, պոտենցիալ ունենաս։ Եգիպտոսը այդ պոտենցիալը չունի, բայց Ինդոնեզիան այդ պոտենցիալն ունի։ Հասկացա, բայց մի կարևոր հանգամանք կա տես։ Չէ, ես սա գեոպոլիտիկ փաստ եմ ասում։ Չէ, Ինդոնեզիայի վրա խորացա ինչի, որտեվ նշված բոլոր երկրները կամ մերձավոր արևելքում են գտնվում, մեծ մերձավոր արևելքում, չէ, Թուրքիա, Իրանն էլ օրինակ արաբական երկիր չի, բայց իսլամադավան է։ Այսինքն այդտեղ ավելի շատ ելնելով նրանից, որ Մուհամեդ մարգարեն ծագումով արաբ էր,
կամ պիտի տարածաշրջանից լինեն, որում Թուրքիայի բանն էլ որ արաբական պետությունները սակարկում են իր հեղինակությունը։ Անկամ Իրանի հեղինակությունն է սակարկում ոչ միայն այն պատճառով, որ իրենք արաբներ չեն, այլև որ շիա մահմեդականներ են, այսինքն այստեղ էլ տարանջատումներ կա։ Ես դժվար եմ պատկերացնում, որ արաբական աշխարհում Ինդոնեզիան կարողանա ամեն դեպքում առանձին խոսենք Այո, սրա մասին, Թուրքիայի թեման բացենք թողում նաև տեղափոխության հարցը, կարծում եմ, որ բավական հետաքրքիր զրույց ունեցանք եւ այս երկու թեմաները բաց են մնում, առաջիկա շաբաթներին մենք կզրուցենք, շատ հետաքրքիր թեմաներ են, շնորհակալ եմ բովանդակային զրույցի համար։ Հերոստատողներից շատերը կամ ոմանք գուցե լսելով այս թեմաներ իրենց համար դե խորտ է, միշտ ավելի շատ պիտի մարդկանց դուր է գալիս առօրյական ինչ-որ խոսակցությունները, բայց սրանք իրականում մեր աշխարհում գոյություն ունեն եւ աշխարհը կառավարվում է գաղափարախոսություններով, միայն նյութականը չի այդ դերը խաղում եւ նյութականը ծառայում է այդ գաղափարախոսությունը։ այլ բան որ այդ գաղափարախոսությունները նույնիսկ լավ կամ վատ, բարու եւ չարի ծառայող գաղափարախոսությունները, դրա համար ազատ այդ զրույցները ինձ միշտ հետաքրքիր է։ Շնորհակալ եմ Ազատ, ես չեմ զրուցում եք քաղաքագետ Ազատ Ադամյանից, տեսություն կհանդիպենք։